Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև իրավիճակը շարունակում է սրվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում եւ այս պահին նման բանակցություններ ել նախատեսված չեն։ Նա նաեւ նշել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով։ Թրամփի հայտարարությանը նախորդել էր Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հայտարարությունը։ Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է, որ Հորմուզը չի բացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում չի վերացրել ծովային շրջափակումը։ Իրավիճակի լարվածությունը մեծացել է նաև Թրամփի մեկ այլ հրապարակումից հետո։ Միացյալ Նահանգների նախագահը Հորմուզի նեղուցի քարտեզն է հրապարակել, այն անվանելով ԱՄՆ նոր տարածք։ Իրանը կտրուկ արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ Թեհրանը կշտկի Թրամփի այդ պատկերացումը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահի Հորմուզի նեղուցի վերաբերյալ հայտարարությունը սխալ է եւ հավելել, որ Իրանը պատրաստվում է պատասխանել դրան։ Հորմուզի նեղուցում բեռնանավ է ոչնչացվել։ Միջադեպի մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը։ Կառույցից հայտնել են, որ նավը նեղուցով անցնելիս հարված է ստացել անհայտ արկից։ Հարձակման հետևանքով նավի անձնակազմի մեկ անդամ վիրավորվել է։ ՆԱՏՕ-ն Ռումինիայում լայնածավալ զորավարժություններ է անցկացրել ստուգելով դաշինքի արևելյան թևի պաշտպանունակությունը։ Տրանսիլվանիայում անցկացված զորավարժություններին մասնակցել է ավելի քան 1000 զինծառայող եվրոպական մի քանի երկրներից։ Իսկ Ուկրաինայում պատերազմի պայմաններում կրկին քննարկվում է ընտրության անցկացումը։ Պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը հայտարարել է, որ երկիրը պետք է գտնի ընտրությունների անցկացումը վերսկսելու օրինական եւ անվտանգ մեխանիզմ։ Նրա խոսքով պատերազմը չի կարող անորոշ ժամանակով կասեցնել ժողովրդավարական գործընթացները, սակայն խնդիրն իսկապես բարդ է։ Պետք է ապահովել քվեարկությունը զինվորականների, արտերկրում գտնվող միլիոնավոր ուկրաինացիների եւ առաջնագծին մոտ ապրող քաղաքացիների համար։ Եվ վերջում, Հավայան կղզիներում լալա արևադարձային փոթորիկը մեկ մարդու կյանք է խլել, իսկ տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Անահիտ Սարգսյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։